Օրենսդիրում մթնոլորտն այսօր թեժ էր, իսկ պատճառը դարձյալ նախկին իշխանությունների կոռուպցիոն չարաշահումները։ Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի գործունեության մասին զեկույցից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը թվարկեց Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքը, որը դատախազությունը որպես ապօրինի գույք պահանջում է բռնագանձել։ Պատգամավորը հորդորեց ընդդիմադիր գործընկերներին կոռուպցիայի մասին հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանի որդուն Լևոն Քոչարյանին։ Գեթ մեկ անգամ դուք պտտվեիք եւ այս հատվածի վերջին շարքում նստող մեր հարգարժան գործընկերոջը, նույն ինքը սիրելի առաջնորդի որդուն ասեիք. փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում 1 միլիարդ 74 միլիոն դրամ արժողությամբ ապահովագրական խոշոր բիզնեսի վերահսկող բաժնեմասի ձեռքբերող դառնալու արվեստը։ Մոտենալով ամբիոնին Լևոն Քոչարյանը հայտարարեց հանցավոր ճանապարհով ստացված որևէ գույք չունեն։ Այն ինչ դուք տարիներով մարդկանց ներարկել եք, առնվազն 50-ից 100 անգամ ավելի քիչ է, քան ինչ փաստացի կա։ Իսկ փաստացի կա այն, ինչը մենք միշտ ասել ենք, խոսել ենք, մեր անունով ա եղել, ոչ մի հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ գույք չկա եւ չկա գեթ մեկ լումա, որի օրինական բացատրությունը մենք չունենք։ Այնուհետև անդրադարձավ նաև Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին եւ վարչապետի արձագանքին, հայտարարեց, թե գործող իշխանությունը երկակի ստանդարտներ է կիրառում, իսկ ելույթն ավարտեց վիրավորանքներով եւ պիտակավորումներով։ Կառավարող խմբակցության արձագանքը չուշացավ։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը էլ դու ճանաչի, արա, այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում։ Ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տես բան ստեղից չենք ասում։ Չենք ասում տես բան ստեղից, բայց ասում են, որ հայրը թուրք է։ Անունն են ասում։ Ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են։ Պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են։ Մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տես բան չենք ասում ստեղից։ Չենք ասում տես բան ստեղից։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան էի ասում։ Հիմա կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ։ Դահլիճից արձագանքները չդադարեցին, լարվածությունը թեժացավ, հասնելով քաշքշուկի։ Որոշ պատգամավորներ փորձեցին կանխել հրմշտոցը, ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն էլ տեսանկարահանել, թե ինչպես է հայոյում Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ Արշակյանը ստիպված եղավ դուրս հրավիրել Լևոն Քոչարյանին։ Մի հատ հանգստացեք։ Նարեկ ջան, հանգիստ։ Պարոն Եղոյան, ձեր տեղը նստեք։ Գառնիկ Դանելյան, ձեր տեղը նստեք։ Լևոն Քոչարյան, դուրս եկեք դահլիճից։ Խնդրում եմ, հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, պարոն Բաքոյան, ձեր տեղը գրավեք, խնդրեմ։ Կգաք ստե թևեր կթափահարեք, գնահատականներ կտակ, երկրի վարչապետին բան կասեք, ընենց հարված կստանաք։ Դուք չեք պատկերացնում ուղղակի, ոտերները տակներից հետ կփախչի, չեք դիմանա, պարոն Օհանյան, դուք, սենց ասեմ էլի, չեք կարող, նույնիսկ համարժեք չի ձեր խոսքը բանի տեղ դնող չկա, արժե զրկված է, դուք Քոչարյան Ռոբերտի պաշտպանն եք, ուժային պաշտպանը, դուք մարտի 1-ին ժողովրդի սպառնացած ուժային եք, այդ որ գալիս են ստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշքշեցին, ինձ մեքենայի մեջ վայ քաշքշեցին, թևերս ցաված եւ այլն են, կգնաս հորդ կհարցնես այդ ոնց էր ելնում, որ մարդկանց զուգանում ծեծում էին ու էլ զուգանից դուրս չէին գալի, կգնաս հորդ կհարցնես, ոնց էին մարտի 1-ին դիմա արկարակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես, ոնց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես, ոնց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես, ոնց էր ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում։ Մեր Հայաստանի Հանրապետության շարքային ազնիվ քաղաքացիները ում թալանում էիք առավոտից իրիկուն։ Մի հատ էլ եկել այստեղ ժպիտով, ասում եմ մեզանից ապօրինի գույքեր են, դու մարդիկ կարդում է, չի ավարտվում է ձեր ապօրինի գույքը, արա։
Հազարավոր մարդկանց կյանքի փող եք լափել ու կերել։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց Լևոն Քոչարյանի եւ Հայաստան խմբակցության նման պահվածքի պատճառը գլխավոր դատախազի զեկույցն էր, որից պարզ դարձավ Քոչարյան ընտանիքից պահանջվող գույքերի ու դրամական միջոցների չափը։ Թալանել եք դուք ըստ դատախազության։ Դրա համար պատասխան տվեք դուք, ոչ թե ձեր փոքրիկին ուղարկեք ստեղ։ Սաղս ձերը կրակն ենք ընկել։ Մենք մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ դրան չհասցնենք, ձեր խմբակցությունն էլ բանի դայակի պես ընկել է հետևը։ Համբալը այն մարդն է, ով ապօրինի կերպով ձեռք է բերել 22 անշարժ գույք, 2 գույքին գրման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն եւ մի շարք ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեքի համար գույք է տալիս պարտքի դիմաց, կամ էլ օրինակ կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ դառնում։ Ընդդիմությունը հեռացավ ու մինչև նիստի ավարտը չվերադարձավ դահլիճ, որ պահին մտավ այս դահլիճ պատասխան է տալու իրարացների համար, հայտարարեց Վահագն Ալեքսանյանը նկատի ունենալով Լևոն Քոչարյանին։ Որ վաղը պաշտոն չունենանք, կարենալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչը որ կարում ենք ու անում ենք հիմա, գիտեք խի։ Որտեվ մենք հիմա ԱԱԾ-ին չենք ուղարկում, որ մեր սիրած աղջկան մոտեցող տղայի գլուխը ջարդի, որ մեր տղայական ու անձնական հարցերը լուծի։ Այսօր մենք Կրծեր Քոչարյանի պահվածքը տեսնելով հասկացանք, որ եթե հանկարծ Ավագ Քոչարյանը լիներ այստեղ, նույն բանն էր կատարվելու։ Վերջին մի քանի օրերի խորհրդարանական քննարկումների հիմնարար պատճառը հետևյալն է, որ ապօրինի գույքի բռնագանձման թափանիվը անշրջելիորեն առաջ է գնում, որ այս մարդիկ չեն կարողանալու անկաշկանդ որոճալ իրենց թալանածը։ Եզրափակիչ ելույթում մարդու իրավունքների պաշտպանը նախ գնահատական հնչեցրեց միջադեպի վերաբերյալ։ Չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանում ի վերջո քաղաքական բանավեճի մշակույթը իրապես անթույլատրելի է, այն մշակույթը, որը գոյություն ունի, անթույլատրելի է եւ մենք բոլորս պետք է փորձենք ամեն ինչ անել ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճ ունենալու համար ու նման դեպքերն էլ դարձյալ առանց որևէ մեկին հատուկ թիրախավորելու ուզում եմ հատուկ արձանագրել, որ անթույլատրելի են խորհրդարանական հանրապետության խորհրդարանի դահլիճում։ Այնուհետ Մանասյանը անդրադարձավ ելույթների ընթացքում հնչած հայտարարություններին։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտել էր, որ մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեության ընթացքում քաղաքական չեզոքություն չի դրսևորում։ Մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական չեզոքության կամ դրա բացակայության վերաբերյալ հայտարարություն է անում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել էր ակնհայտ քաղաքական գործունեություն իրականացնող անձի քաղաքական գործ չի, ավելին, այնպիսի քաղաքական գործ չի, ով մարդու իրավունքների տեսանկյունից նույնիսկ տարրական կանոններ և սկզբունքներ չի պահպանում։ Իսկ ընդդիմադիր որոշ պատգամավորների հետ պաշտպանի գրասենյակն արդյունավետ համագործակցում է, հայտարարեց Մանասյանը, հավելեց խնդիրների բարձրաձայնումն ու լուծումը ոչ միայն քաղաքական մեծամասնության պարտականությունն է, այլ նաև ընդդիմության։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։